Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետարական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Одноклассникում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, TikTok-յան ալիքներում։ Գնացեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետ շատ ինֆորմացիա կա, տեղեկատվություն կա, սիսակարգեր, կանխատեսումներ, որոնք որ ես գիտեմ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի։ Ինչի մասին եմ ուզում այժմ սիրելիներս ձեր հետ զրուցել։ Ինչպես գիտեք, սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրը, նաև կենտանակերպի յուրաքանչյուր նշանները, բացի իրենց դրական կողմերից, ունեն նաև իրենց բացասական կողմերը։ Եվ ես ուզում եմ խոսել այն բացասական կողմերի մասին, որի եթե այդ մարդիկ այդ բացասական կողմերը չհաղթահարեն, իրենք իրենց ձեռքով կքանդեն իրենց ընտանիքը, իրենց ընտանեկան երջանկությունը։ Եվ երբ որ ես խոսեմ այս հարցերի մասին, ինքնըսինքյան թուկիկներդ ներքին քննադատություն հասկացնելով, տեսնելով, թե որն է ձեր վտանգավոր կողմերը, ինչքան հնարավոր է մեղմեք, ինչքան հնարավոր է այդ չսրեք ձեր վտանգավոր կողմերը եւ ինքնըսինքյան ձեր ընտանիքի մեջ ոչ մի խնդիր չի լինի, ձեր անձնական երջանկությունը թուկիկները ձեր ձեռքով չեք խաթարել։ Այժմ խոսեմ սիրելիներս խոյերի մասին։ Խոյերի բացասական կողմը դա իրենց լիդեր լինելն է։ Իրենք անընդհատ վիճաբանում են իրեն, դա եւ տղամարդկանց է վերաբերվում, եւ կանանց է վերաբերվում։ Իրենք անընդհատ վիճաբանում են։ Գիտեք ինչ, սիրելի խոյեր, ձեր տան մեջ պետք է լինի հավասարություն։ Դուք ոչ թե պետք է ձեզ ցույց տաք, որ դուք տան մեծն եք, այլ դուք պետք է ձեր կողակցին համարեք ձեր կեսը, եւ դա կեսը պետք է լինի հավասար, ոչ թե մի 10 միավոր պակաս կամ 20 միավոր պակաս։ Եթե դուք ձեր ընտանիքի մեջ անընդհատ պայքարեք ձեր լիդեր լինելու համար, դուք պետք է պայքարեք ձեր աշխատանքի վայրում, ձեր գործնական հարաբերությունների մեջ։ Ընտանիքը, սիրելի խոյեր, դա պայքարելու մրցադաշտ չէ։ Ընտանիքը վայելելու, երջանիկ ապրելու վայր է, որտեղ որ դուք պետք է ընտանիքի բոլոր անդամներին, նաև կնոջը, նաև ամուսնուն համարեք ձեր հավասար գործընկերը, ձեր հավասար կյանքի ընկերը, զուգընկերը։ Եթե դուք ընտանիքը չդարձնեք մրցադաշտ, եթե դու ընտանիքի մեջ անընդհատ չլինեք պայքարի մեջ, դուք չեք ընտանեկան ձեր երջանկությունը չեք կորցնել։ Ընտանիքը դա մրցադաշտ չէ, որտեղ դու պետք է պայքարես, ընդհակառակը, դու պետք է օգնես, նույնիսկ եթե դուք շատ ուժեղ կողմեր ունեք, սիրելի խոյեր, ձեր այդ ուժեղ կողմերը ձեր ընտանիքի անդամների վրա չպետք է ցույց տաք, ինչքան հնարավոր է դուք պետք է ցույց տաք ձեր բարի դրական կողմերը, որպեսզի ձեր ընտանեկան երջանկությունը չխաթարվի։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի ցուլ համաստեղության տակ ծնված մարդիկ։ Ընդհանրապես իրենք շատ դեպքերում մեր ցուլերը իրենք սիրում են հարստություն, սիրում են շքեղություն, բայց այդ նյութապաշտությունը, սիրելի ցուլեր, դա չպետք է լինի ձեր ընտանիքի մեջ։
ակավություն չպետք է լինի ընտանիքի անդամների, ամուսինների մեջ, երբ որ ձեր տան մեջ սկսել խոսել փողի մասին, անընդհատ ու սկսես խոսել փողի մասին, ակավության մասին, ժլատություն մեր տնես դուք ու ընտանիքի անդամների հանդեպ, դուք կորցնես քու ընտանիքը, դուք կորցնես քու կողակիցը։ Նուտականի հետ վազելը, հետևից վազելը դու արաթաթրսում, դու ապահովել քու ընտանիքի նուտականը, որովհետև սիրելի ցուլեր, դու գիտես, որ եթե դու նյութական բազա չունես, դու վախենում ես, դու ապահոված չես զգում, դրա համար դու անընդհատ պայքարում ես նյութական բազա ստեղծելու համար, բայց այդ նյութականը պետք է ստեղծես, որ քու կինը, քու ամուսինը, քու երեխաները օգտվեն այդ նյութական բազայով։ Եթե դու քու ընտանիքի կեսի, քու ամուսնու, քու կնոջ վրա չես ցանկանում այդ քու ստեղծած նյութականը օգտագործես, ժլատություն ես անում, դու նման ձևով կքանդես քո ընտանեկան երջանկությունը։ Նաև այսպիսի իրավիճակ է, սիրելի ցուլեր, դուք նաև այսպիսի խնդիր ունեք, դուք չեք սիրում փոփոխություն, երբ որ փոփոխության ժամանակի ընթացքում դուք ընկնում եք տարօրինակ դեպրեսիոն վիճակի մեջ։ Կարողացեք ձեր դեպրեսիոն էներգետիկան չմտցնել ձեր տան մեջ։ Եթե ինչ-որ խնդիրներ կա ձեր աշխատավայրում, ձեր գործնական հարաբերությունների մեջ, դուք այդ ձեր խնդիրները, այդ վախերը, այդ տագնապները չպետք է մտցնեք ձեր ընտանիք։ Ձեր համար ձեր ընտանիքը պետք է լինի ձեր ամրոցը, որտեղ պետք է լինի սեր, որտեղ պետք է լինի իրար վստահելու իրավիճակ, էներգետիկա։ Վախերը չպետք է բերեք ձեր ընտանիք, կռիվները, դեպրեսիան չպետք է մտցնեք ձեր ընտանիք, նման ձևով դուք ձեր ընտանիքը կպաշտպանեք կործանումից եւ փլուզումից։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի եղբորյակները, իրենք ընդհանրապես շատ փոփոխական են, իրենք այս 5 րոպե կարող են ուրախանալ, մյուս 5 րոպեն կարող է արդասվեն, իրենք անընդհատ փոփոխական են, իրենք անընդհատ լարված էմոցիոնալ իրավիճակի մեջ են։ Սիրելի եղբորյակներ, ձեր այդ էմոցիոնալ լարված դաշտը պետք է դուք կարողանաս ձեր տան մեջ անընդհատ ցույց չտաս։ Գիտեք ինչ, որովհետև դու եթե անընդհատ հիստերիայի մեջ ես, անընդհատ վախերի մեջ լինես, եւ քո այդ վախի, տագնապի էներգիան փոխանցես քո կնոջը կամ քո ամուսնուն, ինքնըստինքյան ձեր ընտանիք հասկացողությունը կքանդվի։ Դու պետք է կարողանաս քո տան մեջ քո այդ վախերի էներգետիկան ցույց չտաս։ Գիտեք ինչ, շատ դեպքերում մեր եղբորյակները իրենք այդքան դրսում չեն արտահայտվում, ինչքան իրենց թվում է, որ ներսը իրենց հարազատներն են, իր կինն է, իր ամուսինն է, ինքը կարող է իր այդ էմոցիոնալ դաշտը նման ձևով ցույց տալ, ոչ սիրելիներս, 1, 2, 3, ոչ մեկն էլ կդժվարանա այդ ձեր բուրըն բռնկումները, հիստերիան, լացերը, վախերը իր վրա վերցնել։ Ձեր տան մեջ դու պետք է ցույց տաս հաղթանակի էներգիա, հաղթողի էներգիա, մարդու էներգիա, որ ինքը ոչ մի բանից չի վախենում։ Նաև մեր սիրելի եղբորյակները այսպիսի թույլ կողմ ունեն, իրենք շատ դեպքերում ընտանեկան հարաբերությանը, անձնական երջանկությանը նայում են մատների արանքով եւ շատ դեպքերում խանդի տեսարաններ են ստեղծում, որն էլ կարող են ինքնըստինքյան բերել այդ ընտանիքի քայքայմանը։ Մեր սիրելի ամուսնացած եղբորյակները իրենց պետք է պահեն որպես ամուսնացած մարդիկ, ոչ թե ընդհակառակը, իրենց աչքերը գնա ուրիշ տղամարդու, ուրիշ կնոջ հետևից եւ ինքնըստինքյան տարաձայնություններ, խանդի տեսարաններ եւ բաժանություններ կարող է լինել։
Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի խեցգեդինները։ Ընդհանրապես մեր խեցգեդինները իրենք լավ անձնավորություններ են, եւ լավ մայր, եւ լավ հայր, լավ կին, լավ ամուսին, իրենք անընդհատ նվիրված են իրենց ընտանիքի անդամներին, բայց լինում է այնպիսի իրավիճակ, որ մեր սիրելի խեցգեդինները մոռանում են իրենց ընտանիքի անդամներին։ Իրենք սկսում են կենտրոնանալ իրենց էգոյի, իրենց եսի վրա, իրենք ամեն տեղ տեսնում են միայն իրենց, դա եւ տղամարդկանց է վերաբերվում եւ կանանց է վերաբերվում։ Երբ որ մեր սիրելի խեցգեդինները իրենց սերը, իրենց ընտանիքի անդամներին, իրենց կեսին չեն տալիս, այլ միայն մտածում են իրենց մասին, իրենք իրենց ձեռքով քանդում են իրենց ընտանիքը։ Գիտեք ինչ շատ լավ մարդիկ են խեցգեդինները, նվիրված կանայք, նվիրված տղամարդիկ, բայց երբ որ դուք զգում եք, որ ձեր եսը, ձեր էգոն սկսում է մտածել միայն իր մասին, սիրելի խեցգեդիններ, դուք ձեր էներգետիկան ուղղորդեք ձեր ընտանիքի անդամներին, դուք արդեն հասկացեք, որ խոսում է ձեր մեջ ձեր եսը, եւ որը կարող է քանդել ձեր ընտանիքը։ Իսկ եթե դուք մենակ մտածեք ես, ամեն ինչը ինձ, հագուստը ինձ, տունը ինձ, ավտոմեքենան ինձ, եւ չմտածեք կնոջ կամ ամուսնու կամ երեխաների մասին, ձեր ընտանիքը կքանդվի։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի այրուզները։ Ընդհանրապես մեր սիրելի այրուզներին տված է, որ իրենք անընդհատ ինքնահաստատվում են, սիրելի այրուզներ, դուք ձեր թակավոր թակոյի լինելը ցույց տվեք ձեր աշխատանքային վայրում, ձեր գործնական հարաբերությունների մեջ, ձեր անձնական վայրում ինչքան հնարավոր է պետք է լինել մարդկանց հասկացող, չքննադատող, բացի քեզանից ուրիշի դարդերը նույնպես տեսնող։ Շատ դեպքերում մեր այրուզները ուրիշներին քննադատում են, միայն իրենց են ցույց տալիս, չեն հասկանում ուրիշների ցավը եւ նման ձևով իրենք կարող են անձնական խնդիրներ ունենալ։ Սիրելի այրուզներ, ձեր պայքարը, ձեր թակավոր թակոյի լինելը թողեք գործնական հարաբերությունների մեջ, ընտանիքի մեջ եղեք, նվիրված ընտանիքի մեջ եղեք, առանց էլ այրուզները լավն են, բայց իրենց այդ վատ կողմը, եթե առաջ գնա եւ իրենք չկարողանան իրենց վատ կողմը հաղթահարել, իրենք ընտանիքի հետ կապված խնդիրներ կունենան։ Իրենք պետք է ընտանիքի բոլոր անդամների ոչ թե նայել վերևից, այլ նայել հավասարի հետ, ոչ թե նայել դատավորի տեսքով, քննադատողի տեսքով, այլ ընդհակառակը, եթե պետք է մարդուն ձեռ մեկնել, եթե պետք է մարդուն օգնել։ Ու նման ձևով, սիրելի այրուզներ, դուք ոչ մի խնդիր չեք ունենա, եթե խնդիրները կա, այդ խնդիրները դուք կհաղթահարեք։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի կույսերը։ Ընդհանրապես մեր կույսերը իրենք շատ նրբանկատ անձնավորություն են, իրենք ամեն ինչին նայում են մանրակրկիտ, ամեն ինչին մեծ ուշադրությամբ են մոտենում իրենց աշխատանքին, իրենց ընկերական շրջապատին, սիրելի կույսեր, ընկերությունը ընկերություն, աշխատանքը աշխատանք, տան մեջ չի կարելի լինել պահանջկոտ։ Տան մեջ ընտանիքի անդամների հետ չի կարելի ցույց տալ ձեր այդ շատ դեպքերում ոնց որ ասում են քտամաս լինելու կերպարը, ամեն ինչին անուն դնելու, ամեն ինչը քննադատելու։ Դու կարող ես անուն դնել քո
գործ աշխատակցի աշխատանքին, բայց քու տան անդամներին, քու ամուսնու, քու կնոջ կատարած գործողությանը չի կարելի անուն դնել, դա քու կեսն է։ Եթե ինքը ինչ-որ բաներ թերի է անում, դու պետք է օգնես, որպեսզի ինքը այդ գործողությունները, եթե թերացել է, հետագայում կարողանա ավելի ճիշտ ուղղությամբ տանել։ Եթե դու սկսում ես քու այդ կդիմաց լինելը ցույց տալ քու ընտանիքի անդամի, քու կնոջ, քու ամուսնու հետ, դրանք կբերեն վիճաբանություններ։ Նաև այսպիսի իրավիճակ է, շատ դեպքերում մեր կույսերը բացի իրենցից ոչ մեկին չեն ուզում տեսնել եւ ընդունել։ Նույնիսկ երբ որ ուզում ես, իրենք ուզում են իրենց տան անդամները իրենց հետ խոսեն, իրենք բացի իրենցից ոչ մի հարցի շուրջ չեն ուզում խոսել, ոչ կնոջ, ոչ ամուսնու, ոչ երեխայի, եւ նաեւ այս բացասական կողմը նույնպես կարող է բերել անձնական խնդիրներ, կարող է բերել բաժանություն։ Ինչպիսի խնդիրներ ունեն մեր սիրելի կշռքամաստեղության տակ ծնված մարդիկ։ Շատ լավ անձնավորություններ են կշեռները եւ տղամարդիկ եւ կանայք, բայց իրանք մի հատ շատ սարսափելի կողմ ունեն, սարսափելի բնավորության գիծ ունեն, որը կարող է բերել անձնական խնդիրների, կարող է բերել ընտանեկան խնդիրների, կարող է բերել եւ բաժանության, նաեւ ընտանիք չստեղծելու խնդիրների։ Երբ որ իրենք շատ են մի բանի շուրջ մտածում, տատանվում են, անընդհատ որոնողական վիճակի մեջ են, չեն ընկնում հավասարակշռ վիճակի մեջ, չեն գնում ճիշտ ճանապարհը եւ առաջ չեն գնում։ Սիրելի կույսեր, սիրելի կշեռներ, եթե դուք անընդհատ երկար եք տևում ձեր այդ տատանողական վիճակը, դուք որոշում չեք կարողանում կայացնել, դուք եւ ճակատագրական կորցնում եք ձեր ընկերոջը, ձեր կեսին, ձեր ամուսնուն, ձեր կնոջը, նաեւ խնդիրներ է առաջ գալիս ձեր գործնական հարաբերություններում։ Ձեր ամենաթույլ, ամենավտանգավոր կողմը, երբ որ դուք երկարաձգում եք որոշում կայացնել։ Նման ձևով դուք խնդիրներ եք առաջացնում ձեր անձնական կյանքի մեջ։ Չեք կարողանում ճշմարտ ընտրել, չեք կարողանում նույնիսկ ձեր ընտանիքի համար շատ կարևոր ճիշտ որոշումներ կայացնել, որը այդ ժամանակահատվածում քո ընտանիքի համար շատ կարևոր է։ Տիեզերքը չի սպասում մինչև դուք անընդհատ ննժարի մի կողմից տեկվեք մյուս կողմը, կյանքը շատ կարճ է։ Սիրելի կշեռներ, կարողացեք շուտ որոշում կայացնել, որոշում եթե դուք չեք կարողանում ճիշտ կայացնել, դանդաղեցնում եք, անընդհատ մտածում եք, նման ձևով դուք կարող եք անձնականի հետ կապված խնդիրներ ունենաք։ Գիտեք ինչ, շատ դեպքերում, երբ որ դուք ուժեղ ճիշտ որոշում եք կատարում, դա ձեր ամենաճիշտ որոշումն է։ Եվ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որոշում կայացնելուց մի վախեցեք, ձեր տարերքը 8-ի տարերքն է, դուք ինֆորմացիոն դաշտի տիեզերքի հետ մեծ կապ ունեք, ձեր ինտուիցիան, ձեր ներքին ձայնը ձեզ երբեք սխալ ուղղությամբ չի տալու։ Երբ որ դուք նույնիսկ արագ որոշում եք կատարում, դա ամենաճիշտ որոշումն է։ Իսկ եթե վախենում եք եւ տատանվում եք, դուք ընդհակառակը սխալ գործողություն եք կատարում եւ նման ձևով քանդում եք ձեր ընտանիքը, ձեր անձնական երջանկությունը։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի կարիճները։ Մեր սիրելի կարիճները իրենց էներգետիկան ջրի էներգետիկա է, մագիայով, ինտուիցիայով լսված անձնավորություններ են, սիրելի կարիճները իրենց ընտանիքի հանդեպ պետք է նվիրված լինեն։ Իրենց հիմնական խնդիրը բաժանության, դա խանդն է,
դա կողմնակի հարաբերություններն են, կողմնակի սեռական հարաբերություններն է, սա և կնոջ կանանց է վերաբերվում, և ամուսիններին է վերաբերվում, և չպետք է լինի տարօրինակ խանդ, որովհետև քանի որ մեր սիրելի կարիճները իրենք այդքան էլ հավատարիմ չեն, իրենք ոչ մեկին չեն հավատում, իրենք իրենց աշինով են չափում իրենց կեսին, որովհետև գիտեն, որ իրենք երբեք ու երբեք իրենց ձեռքի հնարավորությունը սիրահետելու, ուրիշի մարդկանց հետ հարաբերություն ունենալը իրենց ձեռքից բաց չեն թողնելու, դրա պատճառով իրենք իրենց կողքի մարդուն էլ համարում են, որ իրենց կողքի մարդիկ էլ են այդ ձևի, և նման ձևով իրենք խանդի տեսարաններ են առաջացնում, բացի դրանից նաև իրենց բարոյական կյանքը մաքուր չէ, և ինքնըստինքյան այդ ֆոնի վրա կլինի բաժանություն, հավատացեք ձեր կողակցին, նաև սիրելի կարիճներ հավատարիմ եղեք ձեր կողակցին, որպեսզի խնդիրներ չլինեն։ Այժմ տեսնենք սիրելիներս, ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի աղեղնավորները։ Կրակի կդոր են մեր սիրելի աղեղնավորները, և իրենք շատ դեպքերում շտապ գործողություններ են կատարում, շտապ որոշումներ են կատարում և անձնական ոլորտում, և գործնական հարաբերությունների մեջ, ես այժմ խոսում եմ մեր սիրելի աղեղնավորների անձնական որոշումների մեջ։ Սիրելի աղեղնավորներ, ձեր շտապողականությունը ձեզ համար է ասած, 10 անգամ չափեք, նոր կտրեք։ Դուք ամեն ինչին պետք է ճիշտ նայեք և ճիշտ մոտենաք, որովհետև շատ դեպքերում ձեր ընտանիքի մեջ խնդիրներ առաջ է գալիս ձեր մեղավորության պատճառով, դուք էլ ոչ թե մտածում եք, այլ անմիջապես կտրում գծում եք, արդեն բաժանություն է լինում և չեք կարողանում այդ բաժանությունը վերականգնել։ Սիրելի աղեղնավորներ, նախքան վիճաբանության, նախքան կոնֆլիկտների դուք մի հատ նայեք, տեսեք, որ այդ կոնֆլիկտների հիմնական պատճառը դուք եք, ձեր սխալ ապրելակերպով, ձեր սխալ ֆինանսական գործունեության պատճառով, ձեր սխալ ընտանիքի մեջ վարած կյանքի պատճառով, դուք տեսեք դուք ինչ եք սխալ արել, նոր դրանից հետո որոշեք ինչպես ձեր սխալը ուղղեք, ոչ թե անմիջապես կտրեք, գծեք, երբ որ դուք եք մեղավոր։ Հիմնականում ձեր անձնական հարաբերությունների բաժանությունների հիմնական պատճառը ձեր սխալ վարքն է, ձեր սխալ կենցաղն է, ձեր սխալ ապրելակերպն է, դուք ձեր ընկերներին, ձեր շրջապատին ավելի մեծ տեղ եք տալիս, քան ձեր կնոջը, քան ձեր ամուսնուն, ինքնըստինքյան սիրո բացակայությունը, սիրային էներգիայի բացակայությունը, իրար հասկանալու, իրար հավատալու, իրար հարգելու էներգիայի բացակայությունը բերելու է բաժանություն, և հիմնականում մեղավորը սիրելի աղեղնավորներ դուք եք։ Այժմ տեսնենք սիրելիներս, ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի այծեղջյուրները։ Այծեղջյուրները իրենք շատ լավ անձնավորություններ են, նվիրված անձնավորություններ են, իրենց անձնական հիմնական խնդիրը այն է լինում, երբ որ այծեղջյուրները մոռանում են իրենց մասին հոգ տանել, իրենց կեսի և ամուսնու և կնոջ մասին հոգ տանել, իրենք բոլորի հանդեպ լավն են, և ամուսնու, և կնոջ, և երեխաների, իրենք սեր են տալիս, իրենք օգնում են, բայց երբ որ մեր սիրելի այծեղջյուրները բոլորին հասնում են, բացի իրենց ընտանիքի անդամներից, այդ դեպքում իրենք կարող է կորցնել իրենց անձնական երջանկությունը։ Սիրելի այծեղջյուրներ, դուք լավ մարդիկ եք, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալիս, առաջ մտածեք ձեր մասին,
ձեր կեսի, ձեր երեխաների մասին, հետո արդեն ձեր ավելցուկ էներգետիկան տվեք ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, որպեսզի ձեր ընտանիքը չքանդվի։ Այժմ տեսնենք ինչպիսի բացասական կողմեր ունեն, թերություններ ունեն մեր սիրելի ջրհոսները։ Մեր սիրելի ջրհոսները իրենք օդի էներգետիկա է, իրենք շատ ֆանտազիաներով, ծրագրերով, օդերով լսված, օդերով թռչող անձնավորություններ են։ Սիրելի ջրհոսներ, դուք պետք է ձեր ընտանիքի անդամներին, ձեր կեսին ճիշտ ներկայացնեք ձեր կյանքի վիճակը։ Ոչ թե պետք է ձեր կնոջը, ձեր ամուսնուն պատմեք ձեր ֆանտազիաներից ինչ-որ դրվագներ, կարող է հետագայում եւ ձեր ֆանտազիաները իրականանան, դուք ներկայացրեք ամեն ինչ իրատես, որովհետև դուք եք հավատում ձեր ֆանտազիաներին, դուք եք հավատում ձեր ծրագրերին, բայց ձեր կեսը ինքը ուրիշ անձնավորություն է, ինքը ապրում է այս կյանքով, այս ժամանակով։ Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր որ մեր սիրելի ջրհոսներին թևթիվունք են լինում իրենց ֆանտազիաների, իրենց ծրագրերի մեջ առաջ են տալիս եւ ջրհոսները հասնում են իրենց նպատակներին, ծրագրերին, նաեւ պետք է մեր ջրհոսները կարողանան իրենց ֆանտազիաները, ծրագրերը թողնել աշխատանքի վայրում, գործնական հարաբերությունների մեջ, ընտանիքի մեջ լինեն ընտանիքին նվիրված մարդ, ոչ թե օդերում թռչող անձնավորություն, որովհետև շատ դեպքերում ջրհոսների կողքում լինում է այնպիսի մարդ, ով օդի էներգիա չունի, ինքը հողի էներգիա է, իրեն պետք է նյութականը, իրեն պետք է այս ժամանակահատվածը։ Ձեր կեսի հետ եղեք անկեղծ, եղեք իրական, ինչ որ կա, դա ցույց տվեք, մի խոսացեք հեքիաթներից, որովհետև կարող է ձեր կողակիցը դա չհասկանա։ Իշքան իրական լինեք, իշքան իրական ռեալ լինեք, ռեալ ներկայացնեք ամեն ինչ, ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր ընտանիք հասկացողությունը չի քայքայվի։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի ծնկները։ Ծնկները լավ անձնավորություններ են, ընտանիքին, կնոջը, երեխաներին, ամուսնուն նվիրված մարդիկ են։ Շատ դեպքերում ծնկները ունեն այսպիսի բացասական կողմեր, դա որ իրենք չեն արտահայտվում, իրենք չեն խոսում, գիտեք ինչ, իրոք որ ծուգը ասում են լրում է, այդպես են մեր ծնկները, իրենք չեն արտահայտվում իրենց սիրո, իրենց էմոցիոնալ դաշտի, իրենց նվիրվածության մասին, իրենք լավ մարդիկ են, իրենք կատարում են, բայց չեն սիրում խոսել։ Բայց մեր սիրելի ծնկներ, ձեր կողքը կարող է այնպիսի կին է, այնպիսի տղամարդ է, որ ինքը ցանկանում է ձեզ լսել, ձեր սիրո մասին, ձեր նվիրվածության մասին։ Միշտ է դուք դա ցույց եք տալիս ձեր գործով, ձեր գործի բնույթով ցույց եք տալիս, բայց շատ մարդիկ կան, որ իրենք ավելի շուտ իրենց ակաշներին են հավատում, իսկ դուք չեք սիրում խոսել։ Եվ նման դեպքերում մեր սիրելի ծնկները կգնեն մենակության մեջ, իրենց կողքը մարդիկ չեն մնա, որովհետև իրենց թվում է, որ իրենք ինչ-որ անում են, դիմացինը հասկանում է։ Մեկը հասկանում է, մյուսը չի հասկանում։ Դրա համար մեր սիրելի ծնկները պետք է խոսեն իրենց սիրո մասին, իրենց էմոցիայի մասին, իրենց էներգիայի մասին, որ սիրում են, եւ նման ձևով էլ մեր սիրելի ծնկները ոչ մի անձնական խնդիրներ չեն ունենա։ Եթե լրեն, կքանդվի իրենց ընտանիքը։
ահա այսպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի կենտանակերպի նշանները, եւ ես այդ կողմերի վրա ձեր ուշադրությունը դարձրեցի, որպեսզի դուք կարողանաք, եթե